Հավատքի բանկի գրքույկը Չարլզ Սպերջեն, օր հուլիսի 31 Եվ կանչիր ինձ նեղության օրումը, և ես կազատեմ քեզ, և դու կփառաբանես ինձ։ Սաղմոս 50-րդ գլուխ 15-րդ խոսք։ Սա ճշմարիտ և իրական խոստում է։ Ահա մի հրատապ անհրաժեշտության ժամանակ, նեղության օրը։ Այդպիսի օրը կեսօրին անգամ խավար է, և թվում է, թե յուրաքանչյուր հաջորդ ժամ ավելի մռայլ է, քան նախորդը։ Հենց այդ ժամանակ է այս խոստումը տեղին, այն գրված է անպամած ու խավար օրվա համար։ Ահա Աստծո խոնարհաբար մեզ տրված խորհուրդը՝ կանչիր ինձ։ Իրականում մենք չպետք է այս հորդորի կարիքն ունենայինք, քանզի Աստծուն կանչելը պետք է լիներ մեր մշտական սովորությունը ամբողջ օրվա ընթացքում և ամեն օր։ Բայց ինչ մեծ ողորմություն է, որ մեզ ազատություն է տրվում կանչելով Աստծուն, և ինչ իմաստություն է այս հնարավորությունից ճիշտ օգտվելը, ինչ մեծ անմտություն է այդ օրը մարդկանց մոտ վազելը։ Տերը հրավիրում է մեզ մեր վիճակն ու կարիքը նրա առաջ ներկայացնել, և անշուշտ մենք չպետք է երկմտնենք այդպես վարվելուց։ Ահա մխիթարող ու վստահություն ներշնչող քաջալերանքը՝ ես կազատեմ քեզ։ Ինչպիսին էլ լինի նեղությունը, Տերը ոչ մի բացառություն չի անում, այլ խոստանում է լիակատար, հաստատուն և երանելի ազատում։ Նա ինքն իր ձեռքով է իրականացնելու մեր փրկությունը։ Մենք հավատում ենք դրան, և Տերը պատվում է այդ հավատքը։ Ահա վերջնական արդյունքը՝ դու կփառաբանես ինձ։ Այո, Տեր, մենք դա կանենք ամենայն առատությամբ։ Երբ նա ազատի մեզ, մենք բարձրաձայն կփառաբանենք նրան, և քանի որ նա անպայման կատարելու է իր խոստումը, եկեք հենց հիմա էլ սկսենք փառաբանել նրան։